Ես չեմ հիշում պատմության մեջ այնպիսի դեպք, որ կանայք որոշեն, որ հացադուլ են անում, սա ամենածայրահեղ մեթոդն է թերևս պայքարի։ Ինչը քեզ դրդեց նախ այս քայլին եւ քո քայլով ինչ արդյունքներ ունես գրանցած, արդյոք կարողացար գոնե մինիմալ ուշադրություն հրավիրել գերիների հարցի վրա։ Ինձ նաև բժիշկները խորհուրդ էին տալիս եւ ասում, որ կանանց չի կարելի հացադուլ անել։ Իրականում դու արդեն հարցը բարձրացրեցիր գերիների հետ կապված եւ ես երկար չեմ էլ մտածել այդ քայլն անելիս, որովհետեւ մենք հացադուլը համարվում է այսպես հուսահատության պայքարի միջոց կամ ճիչ, եթե կուզեք։ Այո, այն երկու նպատակ է ունենում սովորաբար, կամ պայքարել, որ իրավիճակը փոխվի, կամ ուշադրություն գրավել խնդրի վրա։ Իրականում ինչքան էլ կարող է տարօրինակ թվալ, երկուսից եւ ոչ մեկը իմ մտքում չկար այդ ժամանակ։ Դրանով ես ուզում եի ուղղակի դիմել Ռուբեն Վարդանյանին, ով այդ ժամանակ հացադուլի մեջ էր, իմ ավագ ընկերը, ում ես ճանաչում եմ անձամբ եւ խորին ցավ եմ ապրում իմանալով, թե ինչ հայ է բանտի ետևում, Բաքվի բանտի ետևում, բոլորին հավասար պիտի դիտարկեմ, դա չէ հարցը, անձամբ եմ իրեն ճանաչում եւ նրա պայքարի մոտիվացիայի եւ ամեն ինչին եմ ծանոթ, ու այդ ցավը ինձ համար շատ խորքային է, ու նաեւ այն գիտակցումը, որ հայ ժողովուրդը այսօր հենց այդպիսի հայի կարիք ունի, որ անգամ հայ ժողովուրդը չգիտի ում է կորցնում այնտեղ։ Եվ ընդհանրապես դա խնդրանք էր ուղղված Ռուբեն Վարդանյանին, որ ինքը դադարեցնի իր կյանքի համար վտանգ հանդիսացող հացադուլը, որովհետև ես գիտեի նաև նրա առողջական վիճակը, գիտեմ եւ այս պահին էլ բարվոք չէ, եւ դա կարող է իր համար լինել մահացու։ Ես ընդհանրապես դրանով ուզում եի խնդրել իրեն, որ իմանա, որ իր կյանքով մտահոգվող շատ հայ կա աշխարհում, եւ հենց դա երևաց։ Ես գիտեմ, որ ինքը դա տեսավ եւ տեսավ իր ընտանիքը, ովքեր խոսեցին իր հետ այդ մասին եւ նա հասկացավ, որ իրեն չեն մոռացել, ոչ ոքի չեն մոռացել եւ անգամ եթե մենք ամենօրյա ռեժիմով այդ մասին չենք խոսում, գոնե խոսում եմ այն մարդկանց մասին, ում սա վերաբերելի է, ինքը պիտի ողջ առողջ վերադառնա Հայաստան եւ իրեն սպասում են եւ սա այդ մասին էր։ Ես այնքան միամիտ չեմ մտածեմ, որ մեր իշխանությունների դեմ կարելի է պայքարել հացադուլի միջոցով, որովհետև նրանց համար մարդկային կյանքը վաղուց արժեք չէ։ Նրանք պատրաստ են ձեզ մեղադրել յուրաքանչյուր բանում, եթե նույնիսկ հացադուլից մահանաք, ասում դե ինքն էր մեղավոր, ինչի էր հացադուլ անում։ Սա մենք այսօր իշխանության պարագայում ենք ապրում, այնպես որ ես այդ մեթոդով չէի պայքարի երբեք։ Սա ընդամենը զրույց էր Ռուբեն Վարդանյանի հետ ու խնդրանք, որ իմանա իր կյանքը մեզ համար կարևոր է։